Բարլույս սիրելի բարեկամներ, երեկվա շոքից հետո այսօր ջերմաստիճանը ահագին իջել է 17 աստիճան է, պետք է բարձրանա մինչև, չգիտեմ 20 քանիս, բայց այդտեղը ավելի է իջնելու, անձրև էր, առավոտ ժամը 4-ին կայծակի ձայնից եմ արթնացել, քունս խանգարվել է այդ ձայնից, հետո ասեցի հանկարծ կայծակը չխփի, հա շուտ ուշացում կա, 5 րոպե, հա դե ոչինչ, գնամ վերև սպասեմ, եթե ուշանա էլ ուշանա, ոչինչ, դուր, պայսակս դուր, ես գնամ, Ավտոբուսի կացնես որ ուշանը։ Դե բան կանեմ, Զանգես կամ տանը։ Չէ, կսպասեմ, նայեմ էլի։ Հա, գնամ։ Դե հաջող։ Արդեն չգիտի երբեմ նոր վլոգ սկսում երբինը, որ ասում եմ ես վլոգը շուտ շարունակվում, ամեն անգամ մի բարևի ասում է, դե մի ես չգիտեմ դու երբես նկարում, երբես նոր վլոգ սկսում, հա ուշացում կա, բայց դե ինչ անեմ, ուշացավ էլ ուշացավ, այ քեզ բան։ Վերջը, այդ աղմուկից արթնացա ու չկարողացա քնեմ ու ընդ որում քնելուց էլ լսել էի վեյգլես ակոնչում ժողովուրդ, մի հատ բժշկուհի կար ինքն էր խորհուրդ տվել այդ երաժշտությունը, նենց որ լսում ես չես զգում էլի, բայց նենց հանգստացնում է ուղեղը, որ նենց խորն էի քնել, եթե ձեզ հետաքրքրի ասեք, չնայած դե ման պետք է YouTube-ում անգակ գտնեք, էլի որ լսեք Կարճ ասած, այդ երաժշտությունը լսել էի, իմ համար քնել էի հանգիստ ու հանկարծ ամպրոպ, կայծակ, հանկարծ հիշեցի, որ նոր հեռուստացույց ունենք ու միացրածա հոսանքից։ Ստիպված իջա ներքև գնացի անջատեցի հոսանքից, առավոտ պատմում աշուտն ասում է, իզուր էլ իջել է անջատել, ես մեկը ասում է, այստեղ տենց խնդիր չի լինի, նորմալ հողակցում են անում է, բայց ինչ իմ հանած Խի չի լի, կայծակա էլի խպեց, վերջը, այդպես քունս խանգարվեց ուզում եմ ասեմ դրանց հետո, հիմա էլի գործի եմ գնում, ծանր պայսակներով, նենց ծանր են, մեքենայից աշոտ օգնեց մի պայսակը բերեց, բայց հիմա էլի դեստիպած երկուսն էլ ես եմ քաշ տալու, այնքան էլ երկար ոտքով որ գնում այդքան ճանապարհ էլի քաշ եմ տալու հետս Այդպես ժողովուրդ ջան, հեռուստացույցը աշոտը միացրեց, հանել տեղավորել էր ու ինձ կանչեց, իբր ես էլ ինստալացիա անողն եմ, էլի, իբր ես գիտեմ, էլի, գորմա, արի դրել եմ, արի միացրա, այ մարդ ես ինչ գիտեմ, արի գիտես, արի միացրա, կարճ ասած կարողացա գլուխ հանեցի, ահագին երկար տևեց, բայց միացրի։ Այսքան հավաքել ես։ Մնում հիմա ինչ անենք։ Մնում ինստալացիան, ինտերնետը, բանը տաս։ Ես պետք անեմ, հա, փաստորեն։ Գիտես ես գիտեմ, ռուսերեն չի, ռուսերեն ես թողնում։ Ուզում ես բան դառնալ դրանք, այդօրինի ասած գիտեմ։ Հայ բնական չէ։ Չէ, հայ բնական չի, նայ։ Վերջ։ Կարողացար լրիվաներ ավրես Գոհենք շատ սիրուն, շատ, չգիտեմ, չափն էլ է շատ լավ, հուսանք, որ կծառայի, շնորհակալ եմ, որ շնորհավորել էիք, կարդացել եմ մեկնաբանությունները, որոշել եմ հետս մայկա վերցնեմ, այնտեղ փոխվեմ, ուրիշ գույն հագնեմ, գնամ դրա համար եմ այսօր, իդեպ թեմույց պատվիրած են ժակետա կոստյումը, այդ է շատ հարմար է, շատ լավն է, կարելի է ուրիշ գույներն էլ պատվիրել հագնել։ Այն օրը մի հաճախորդ ունեի, մոտեցա Վահագին առևտուր էր արել, ասում է ամեն տարի, ասում է ամեն ինչ երեխեքի շորերը, բաները, այն որ շատ են էլի հագնում, ասում է դրանք գցում եմ, թափում եմ, գալիս եմ նորն եմ առնում։ Ասում դե Երանի քեզ էլի որ այդքան կարում ես, գիտեք ինչքան վճարեց, այդ անգամ կոնկրետ վճարեց 400 եվրո։ Բա, այնպես որ ես որ ասենք մտածում եմ որ շորը ինչ է, շորին պետք չի շատ փող տալ, որովհետև ավելի լավ է էժան առնես, եթե սիրում ես փոխել անընդհատ, հոգնում ես շորից, օրինակ ես այդ տեսակ մարդ եմ, էլի, մարդը կարող է մի հատ առնի, լավն առնի ու ասենց ամբողջ կյանքում համարյա հագնի, էլի, բայց ես սիրում եմ, որ նոր բաներ ունենամ, փոխեմ անընդհատ, կարող են նախորդից շուտ ձանձրանամ,
մի տարի այդպես թողնեմ դարակում մնա, չհակնեմ։ Բայց համել ափսոս եմ թափեմ, բայց հետո վերջը հանում թափում եմ։ Հիմա հենց հիմա այդ գործով էի զբաղված, հիմա նկատի ունեմ 3 իրիկուն, որ Աշոտը կանչեց հեռուստացույցի ինստալացիա անելու, շորերն էի էլի ջոկում, ահագին բան հանեցի թափեցի։ Հավես չարեցի, որ մեյքափ անեմ մի քիչ, այնքան որ մի քիչ շրթներ քսեցի, ասեցի դեմքիս գույնը շատ գորշ չլինի, հեչ հավես չարեցի մեյքափի։ Կարող էլի անձրև կա օրվա ընթացքում զոնցիկ վերցրել եմ։ Ինչքան կտրուկ է փոխվում եղանակը։ Մինչև իմ տրամվայը գա մի հարցի պատասխանեմ, հիմա ուրիշ տրամվայ այնտեղ կանգնած հարցրել էիք ինչքան աբոնեմենտի համար ինչքան եմ վճարում, այդ իմ աբոնեմենտը ավտոբուսի ու գնացքի համար է միաժամանակ։ Ընդհանրապես տարբեր են գները, որտեղ կա առանձին, կա միասին, քանի օրվա համար եւ այլն։ Կոնկրետ իմը ասեմ, իմը տարեկան է, գնացք, տրամվայ, ավտոբուս, ամեն ինչ միասին, ես չեմ վճարում ոչ մի բան, ամեն ինչ վճարում, 100%-ով վճարում է իմ գործատուն, բայց արժեքը այն ժամանակ այս սկզբներում մենք մի 20% վճարում էինք, էլի այն ժամանակ գիտեմ 340 եվրո էր տարեկան։ Հիմա չգիտեմ, գիտեմ որ գները բարձրացել են ընդհանրապես տրանսպորտի։ Այդպես որ տարբեր ճկուն բաներ կան էլի, թե ում ոնց հարմար է առնում են, բայց ընդհանրապես հիմնականում աշխատողների տոմսերը փոխադրվելու համար, գործի գնալ գալու համար գործատուն վճարում է։ Ես գիտեմ որ շատ բնակավարներում այդպես է։ Բացի նրանից որ վճարում են ճանապարհածախսը, նաև վճարում են ընդմիջման համար գումար, այսինքն որ օրական իրան ծնվելու գումարը։ Այդ շատ լավ դրական բան է այստեղ որ կա։ Այդպես ժողովուրդ ջան, հա ինչքան եմ վճարում սնունդի համար, կոնկրետ մեզ 8 եվրո եմ վճարում օրվա համար։ Դրույքով աշխատողներին օրվա համար վճարում են 8 եվրո։ Կես դրույքով աշխատողներն մի քիչ պակասում է, մերը կոնկրետ մի քիչ պակասում է, դե որտեղ մենք կես դրույք ենք աշխատում։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, կարծում մի հատ էլ հարց կար, այս պահին չեմ հիշում լավ կմիանամ կասեմ։ Հասուն ենքան մարդը սպասում են իմ տրամվային էլ, իմ սեփական տրամվային, այսինքն նույն տրամվային են սպասում, գնամ ես լավ տեղում դիրքավորվեմ, որ հենց տրամվայը գա դռների մոտ լինեմ, կարողանամ ինձ ներս գցել ու տեղավորվել։ Ահագին տաք է եղանակը, նայում եմ մարդիկ կիսաթև, ես կոստյումով եմ, իսված առավոտվա նման սառն է եղանակը, բայց չէ լավ տաք է։ Տրամվային եմ սպասում, որպեսզի չքայլեմ գնամ հասնեմ Սինտ Պետերս կայարան, պայուսակներս ծանր էին, Աշոտին զանգեցի, ասեցի արի, այն մեր հանդիպման վայրը ես տրամվայով կգամ։ Գորեգանես խնդրեցին իրանց համար բան պետք է առնեի, առա, ես էլ առա։ Սիրուն պայուսակներ կային, զեղչվել էին, աղջիկները առնում էին, ես չէի տեսել, ամբողջ օր այսօր կասա էի արել։ Այնքան երկար կասա արեցի, աչքերս ցավում էին, մենեջերն ասեցի, կարամ գնամ մի քիչ ծալեմ, արդեն աչքերս ցավում են, ասեց գնա։ Գնացի, հենց այդ պահին մեր հայուհիներից հանդիպեցի, մոտեցավ բաներ հարցում հոլանդերենով, մի բառը միամիտ հայերեն ասեց։ Ես արդեն կարճեցի այդ բառից, ասում եմ բայց ու շարունակեցի ոնց ուրախացավ, ասում եմ ինչ հաճելի է որ հայ ենք հանդիպում։ Վերջը փորձեցի օգնել, բայց չգտանք իր ուզածի ռազմերը։ Ամեն դեպքում ամեն բան արեցի, որ գտնեի, բայց չկար։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա սպասում եմ տրամվային, պետքա որ անց 3 րոպեի գա, այսինքն մի րոպեից պետքա որ գա։ Նստեմ շատ ծանր է պայուսակներս թևս ցավում է։
Չկա դեռ տրամվայը։ Եկավ տրամվայս։ Սեփական տրամվայն է էլի, տրամվայս։ Հասանք ու որ դարը ամրակ սկսվեց։ Լավա կարկուտը չջարդեց, հա։ Այս թփերը։ Այս մեկն էլ բացվել է, ինձ սիրուն նա։ Ջրի հետքը կա, ջրի կաթիլը վրան շատ սիրուն է։ Ես այստեղ մի հատ էլ բացվում։ Կողքերը կարմիր է բացվում, հետո արդեն այդ չի երևում։ Գեղեցկություն։ Կաթ լավ տաքացել է, էլի 4 լիտր է, այդքան կար։ Մի անգամից աս օգտագործեմ վերջանա, 2 հատ լիմոն ունեմ, տեսեմ հələ կհերիքի։ Եթե չկտրի, մի քիչ մածուն կլցնեմ։ Կամ քացախ։ 2 հատն էլ լցրեցի, հիմա մի թեթև ոնց որ կտրել է, բայց պետք է թողնեմ եռա։ Ես արդեն կտրել է, անջատել եմ, հեսա նայեք շուչուկա լավ։ Հիմա կքամեմ, ահագին էլ դուրս է գալիս 4 լիտրից։ Շատ լավ կատնաշոռը, շատ։ Տեղափոխեցի սամանի մեջ, ծածկեմ։ Դնեմ սառնարան։ Խոզի մսով շարքո եմ պատրաստում, կարտոշկա չեմ լցնելու, մենակ խոզի միսը ու շատ չեմ կարմրացնելու, աղ, կարմիր պղպեղ, չորացրած ցիտրոն, սոխ ու կանաչի։ Նախապես մի քիչ ջրով խաշել եմ, ջուրը թափեցի, ու ձիթապցել ձետ եմ լցել, այսպես մի 2 րոպե էլ կարմրացնեմ, թեթևակի, շատ չեմ կարմրացնելու։ Անուշ բույրը տարածվել է խոհանոցում։ Մի 2 րոպե էլ տապակվի անջատեմ։ Տուն հասանք ու կարկուտ սկսվեց, ախր շատ ամբեր սևացած էին է։ Ուզում ցույց տամ ինչեր պայսակը ստեն ծանր, չնայած իմ ձեռքը պայսակը ինքը իրանից արդեն ծանր է, այնտեղ շատ բան եմ դնում։ Այս պայսակներ, սամշից պայսակը, այսպես մի հատ մեծ բան է, էլի առանձին գրպաններ չունի, բայց հիմա մեծ պայսակները հարմար են շատ, էլի, ինչ ասես լցնում ենք, այս հենց, սիրուն անգույթն էլ է սիրուն։
պայուսակը վերցրի, այսինքն ես պայուսակներից վերցրի, այսինքն կախիչներ եմ բերել մեր խանութից, մեր խանութում այս կախիչները կարելի է վերցնել, կարելի է անվճար, եթե պրիմարկետ գնում ձեզ պետք է, այնտեղ ասեք մենք կտանք ձեզ, սրանք ուղարկում են իրանք վերամշակման ու իրանք շատ ուրախ են, եթե հաճախորդները վերցնում են իրանց հետ։ Ես հատուկ բերել եմ իմ կիսաշրջազգեստները կախելու համար։ Սա մի քանի հատ։ Սիրուն նասկիներ տեսա վերցրի, սիրուն բուրդոյ, մի քանի գույնա։ Ես գներն ասեմ, ձեզ հետաքրքիր կլինի։ Պայուսակը արժեր 20 եվրո, ոնց որ 20 եվրո, բայց զեղչվել էր։ Կես գիների չէր, հրցրել էին արդեն։ Այս նասկիները 5 զույգ իրար հետ արժի 4 եվրո։ Այսա տարբեր գույներ կա։ Մի հատ էլ սպիտակ եմ վերցրել, որ ամառը դե սպիտակ շատ է օգտագործվում։ Չնայած միշտ սպիտակ հագնում ենք էլի։ Այսա, սրանք էլ 4 եվրո արժեն 5 զույգը։ Սենց մի չնախշավոր է այս։ Այս մի հատ շորտիկ եմ վերցրել տեղին գույն իմ համար դիմացից սենց փեշ ունի այս է սենց հավես կտորա այս սենց բլուսկաներ եմ վերցրել ինքան սիրուն են, այսօր ես մի քիչ առաջ որ կադրերը նայում եք, իմ հագը սպիտակ գույնը կար, այս նույնի սպիտակ չէր, էլի մի քիչ բեժ։ Այս էլ նույնի սևն է, շատ լավն են, շատ։ Այս սենց ամառային մայկա, սրա գինն էլ ասեմ 14 եվրո արժի։ Այս նվերի համար եմ վերցրել ես մայկան։ Այս կիսաթև մայկան էլ աշոկի համար եմ բերել, նայեմ դուրը կգա։ Շոքերին հարմար է սրանք։ Տղա շատ էր, սիրում ես մայկեքից շատ էր հագնում, հիմա աշոկին եթե դուր կգա ու ռազմերը լավ կլինի, ուրիշ գույներ էլ կան կբերեմ։ Դրսի վրայից այսպես հագնելու մայկա է, էլի տակի մայկա չի։ Իսկան բաններ չէ։ Հա ոնց որ, հա մի հատ էլ ես մայկաների, վայ չէ, ես իմն է, ես էի հակել գնացել գործի, հետ ոնդեղ փոխեցի, հետ դարնալզ հետ չեմ փոխել, այս սրանց հետ էի, որ ասում էի սևի բեժը, շատ սիրուն եմ, մինչև հրաժեշտ տալը, մի հարց էլ ունեիք, պատասխանեմ, գնաս Քսենիա, հարցրել էիք բանի համար, երբ որ հեռուստացույցի երաշխիքի համար պետք է վճարել, թե չէ, 2 տարվա երաշխիքը անվճար է, բայց 2 տարուց ավել այնտեղ ունեն նաև 5 տարվա երաշխիք, դրա համար պետք է վճարել, ես անգամ չգիտեմ ինչքան պետք է վճարել, ոչ էլ հարցրի, ասեցինք չենք ուզում, նախկինում էլ ենք LG ունեցել ու շատ երկար օգտագործել ենք, շատ գոհ ենք եղել, ուրեմն այս մի Philips-ը, այս անգամ դե արդեն Philips էր, հեչ լավը չէր, դրա համար նորից մենք LG վերցրինք, որովհետև փորձ ունենք, լավ փորձ ունենք էլի դրանից։ Այդպես, ուրեմն 2 տարվա երաշխիքը անվճար է, իսկ 5 տարվա երաշխիքի համար պետք է վճարել։ Այդպես սիրելի բարեկամներ, հիմա արդեն հրաժեշտ եմ տալիս, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։